Ուրեմն կանոնագրքի կանոն անկյուրիա կոչվող ի կանոնը ասում է հետևյալը. նրանց մասին, որոնք չափահաս են դառնում եւ խոստանում են կուսությունը պահել եւ դրժում են խոստումը հոգեվորականների մասինը, շնություն անելով, այլևս կույս չեն կարող համարվել, այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետև այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը։ Այլևս կույս չեն կարող համարվել, այլ նրանց նման կլինեն, որոնք երկու կին ունեն։ Եվ նրանց համար սանվանվելու է 2 տարի ապաշխարություն եկեղեցուց դուրս, այսինքն նրանք պետք է դուրս մղվեն եկեղեցուց, եւ մտնելով եկեղեցի 1 տարի ապաշխարողների հետ լինեն, տեսնել ապաշխարության ջերմությունը եւ հաղորդ լինել օրենքներին, բայց քահանայության օծմանը չպետք է մերձենան, այսինքն քահանայական գործունեությունը արգելված է նրանց իրականացնել, ինչպես այն կույսերը, որ մերձենում էին ոմանց որպես քույրեր, ցարթային իգական սեռի կուսակրոնների մասին ասում, այդպիսիներին պետք է արգելենք, որ այլևս նման բան չլինի։ Այս կանոնը, որը հայ առաքելական եկեղեցու արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրությամբ ունի իրավական, պարտադիր իրավական ուժ հոգևոր պաշտոնյաների համար, տեսեք ես 5-4 դարի գիրք չեմ բերել, 2020 թվականի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հրատարակություն կանոնների պաշտոնական ժողովածու։ Այս ժողովածուն ասում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու սրբությունների հետ, ինքը եկեղեցից կանոնը ասում է եկեղեցուց դուրս պետք է մղվի եկեղեցուց,